Փաշինյանը կարող է իրական խաղաղություն բերել։ Դժվարանում եմ պատասխանել, բայց համոզված եմ, որ Ալիևի նման վարքագիծը, նման պահվածքը, նման հռետորական այդ իր որոշումները լավ տեղ չեն տանի մեզ։ Գիտեք ինչ, խաղաղություն չի լինի, իմ կարծիքով։ Մենք դարերով պայքար կա մեր մեջ։ Պլյուս դրան ուրիշ բաներ ենք, մենք այդքան ուժեղ չենք, հիմա եթե մենք ուժեղանանք, այս այն ժամանակահատվածն է, որ դուք փայ կարող ես վերցնել։ Խելքով լնեն, միանան, իրանց փայը վերցնեն, երկիրը բաժանվում է, աշխարհագրական դիրքափոխվում, ուժեղացեք, կրեք, եղեք էլի այն հզոր ազգը։ Քանի այդ Ղարաբաղի հարցը կա, դժվար է խաղաղություն լինի։ Անդադ այդ բանը բարձրացնեն այդ հարցը էլի։ Եթե Ալիևը մեռնի, իհարկե կլի։ Այդ իրան Ալիևը Էրդողանի չա կախված այդ խաղաղությունը։ Իմ եղբայրներ հավատում, որ խաղաղություն կլինի, որ պատերազմը կդադարի, որ կունենանք մեծ նվաճումներ, դիրքեր կգրավենք, բայց ցավոք սրտի չեղավ իր ցանկությունը։ Ես մի ձևի այս երկրի ապագան չեմ տեսնում նորմալ վիճակում։ Որպեսզի խաղաղության մասին խոսենք, մենք պիտի լինենք ուժեղ բանակով։ Իմ կարծիքով երկար չի տևի, որովհետև երկիրը խառնված է։ Եթե մեր կողքի երկրները մեզանից հզոր են, մենք ինչով կարանք համոզվել ենք, որ խաղաղություն ալնելու։ Դա շատ դժվար բան է։ Մենակ ասելով չի։